Այնուամենայնիվ ինքը ամեն ինչի հիմքում սեփական աթոռին մնալու հեռանկարն է դիտարկում, իրականում մենք այդ պատերազմում չենք պարտվել։ Այդ եղել է քաղաքական պարտություն, երկրում ընտրությունների արդյունքներ չեն ամփոփվելու եւ երկրում իշխանափոխության հնարավորություն չի ստեղծվելու։ Փողոցով անկասկած։ Բարև ձեզ հարգելի դիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել են քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին, շնորհակալ եմ պարոն Ղևոնդյան մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Ղևոնդյան, արդեն այսպես ասած բան չմնաց ընտրական փուլին, շուտով արդեն քարոզարշավը կմեկնարկի եւ տարբեր արդեն ուժեր, հիմնական խաղացողները իրենց ցուցակները ներկայացրել են ընտրական, իրենց ծրագիրն են որպես այդպեսին ներկայացրել։ Նախ, եթե այսպես ընդհանուր անդրադառնանք, ուժերից հիմնական դերակատարներն իհարկե խոսքը, ով ինչ այսպես տեխնոլոգիա է ընտրությունից առաջ օգտագործում, ով ինչ է իր ընտրողին առաջարկում։ Ծավալուն է հարցը, փորձենք հակիրճ տեղավորվել ժամանակահատվածի մեջ, նախ քարոզչական պայքարը վաղուց է սկսել, առաջինը իհարկե սկսել է գործող վարչապետը, մոտ 2 տարի ինքը քարոզչության մեջ է։ Ներկուսակցական ընտրությունների անվան բացի ներկուսակցական ընտրությունը փորձում է ներկուսակցական դեմոկրատիա խաղալ, իրականության մեջ Հայաստանում այդ մասով չկա որևէ մի կուսակցության մեջ դեմոկրատիա, մի կողմից դա դրական երևույթ է օբյեկտիվ իրողություններով պայմանավորված, մյուս կողմից բացասական, առավել արդյունավետ, առավել մրցակցային, այսպես գաղափարների տեսանկյունից շատ չկենտրոնանանք այդ թեմայի վրա, իսկ վարչապետի պարագայում ինչով է զբաղված ինքը վերջին 2.5 տարին, երբեմն նաև ավելի երկարաժամկետ կտրվածքով, ինքը տարբեր քաղաքական կերպարների դիրքավորման հանդես եկավ, սկսած իր իմիջի փոփոխությունից, այդ սափրվել, նոր կերպարներ, գլխարկներ, մի ժամանակ հեծանի վեր քշում, ընտանեկան խոհանոցային հարցերով էր զբաղվում, հետո ինչ-որ զրույցների ֆորմատով պոդքասթներ էր վարում, հետո որոշեցին, որ իբր իր այսպես ոչ քաղաքացիական կնոջ հետ ամուսնալուծություն են բեմադրելու, որը իհարկե տրամաբանական ուղեկցում էր իրեն, այդպես էլ չհասկացաք դա ինչ է։ Դա ինքը ունենալու որոշակի դրսևորում էր, այսինքն դա փոքրիկ PR պրոյեկտ էր կապված ընտանեկան հարաբերությունների եւ այլնի հետ, ինքը նաեւ այսպես կարմիր գծով իր քարոզչական ողջ ընթացքում խոսում էր խաղաղության օրակարգի մասին, խաղաղության օրակարգի իրականության մեջ իր պարագայում կապիտուլյացիա երկրորդ պրոյեկտն այն իմաստով, որ խաղաղությունը չի լինում ի հաշիվ կոնֆլիկտային կամ հակադրություններ ունեցող կողմերի մեկի հաշվին։ Մեր պարագայում հենց այնպես է։ Ես շատ վտանգավոր թեզեր եմ նկատել վերջերս, կարծեմ երեք առաջորդանից է սկսել իրենց ծրագիրը ներկայացնել, այսպես մեկնաբանություններ անում հանրային հարթակում, դեպի շատ գրագետ է PR-ի տեսանկյունից, որովհետև ինքը փորձում է զրույց քաղաքացու հետ հիշում եք այն 18 թվականին սկսեց Facebook-ով հիմա ուղիղ եթերոջը զապիսալած տարբերակով տեսանյութերի տարբերակով փորձում է մեկնաբանի թե ինչու եւ այլն հստակ գիտի բոլոր այն թեզերը որոնց մասով իր դիրքերը թույլ են դա ադրբեջանցիների վերադարձի հետ կապված թեզն է դա իհարկե սահմանադրական փոփոխության եւ հանրակրվեի հետ թեզն է որովհետեւ եթե այս պահին դնի այդ հանրակրվեն իհարկե կիսատ պրակը ինքը ասել է որ եթե կայքլի մենք երկու անգամ պատրաստ ենք հանրակրվե անել իրանք բոլոր անգամները պատրաստ են հանրակրվե անել, քանի դեռ այդ հանրակրվեն իրենց այսպես ցանկալի արդյունքը իրենց վերադաս երևի այդ ձևակերպումը ավելի ճիշտ է կողմի, այսինքն Իլհամ Ալիևի համար շահեկան ֆորմատ չի ստեղծի, այսինքն անկախության այսպես հռչակագրի դրույթները չեն վերացվի եւ իհարկե տեղի ունենալու կառավարման համակարգի փոփոխություն մոդելի նկատի այո, պետական կառավարման համակարգի կամ նախագահական կանեն կամ կիսանախագահական կանեն, բայց ես վստահ չեմ, որովհետև կոնյունկտուրայից է ելնելու, այսինքն եթե ինքը հասկացավ, որ շահեկանա այս վիճակը չփոխելը թողի, որոշ փոփոխություններ կանի կապված լիազորությունների մասով, եթե հասկացավ, որ իր համար խնդրահարույց հեռանկարի տեսանկյունից, քաղաքական լեգիտիմության ազդեցության տեսանկյունից իհարկե կփոխի այլ ֆորմատ կմցնի կամ կիսանախագահական կամ նախագահական։ Այնուամենայնիվ ինքը ամեն ինչի հիմքում սեփական աթոռին մնալու հեռանկարն է դիտարկում եւ բավական լավ մանիպուլյացիաներ անում հանրային կյանքի ամենատարբեր այսպես էլեմենտների մասով, սկսած կենցաղային հայի բառապաշարից, հիստերոիդալ վարքով, մետրոյում, փողոցում, վերջացրած այսպես տարբեր տիպի միջոցառումներ, ճանապարհներ ա բացում,
այսպես փորձում է սոցիալիզացվել են քաղաքացիների հետ, ում ինքը ակնկալում է, որ այսպես վերաբերմունքը իր նկատմամբ կփոխեն, իսկ վերաբերմունքը իր նկատմամբ ասեմ, իհարկե տարբեր վայրերում տարբեր է, բայց այնպեսին իհարկե չի ինչպեսին 21 թվականին էր եւ առավելապես այնպեսին չի ինչպեսին 18 թվականին էր, ինքը էականորեն ունի ռեյտինգային անկում, երևի ամբողջ կառավարման ընթացքում ամենացածր հեղինակությունն ու ռեյտինգն ունի այս պահի դրությամբ, իրենք հստակ գիտեն այն հիմնական խնդրահարույց կետերը, բայց այդ խնդրահարույց կետերի մասով ինքը օգտագործում է այն հանրային վայրահաչոց, այդ բառը շատ տեղին է, որովհետև դա քաղաքական դիսկուրս չի իր թիմակիցների եւ ընդդիմադիրների, իր թիմակիցների եւ սովորական սոցիալական ցանցերում դիտարկումներ գրողների եւ իհարկե ուժայինների ռեսուրսը, հա, օրինակ ուժայինների ռեսուրսը ինչպես է օգտագործում, մաշաշտում է տարբեր թիմերի, իսկ արհեստական մեղադրանքներով մտնում են մարդկանց են ահաբեկում, այդ խուզարկություն են անում առանց որևէ հիմքի, դատական պրոցեսներ են կեղծ հարուցում կամ միֆական, հա, ու այդ դատական պրոցեսները տևում են 4 տարի, այսինքն այդ մարդկանց փորձում են թուլացնել, կամքը կոտրել, պայքարի ոգին, հոգնեցնել, լարվածությունը էականորեն, դե այդ գործիքը իդեպ ասեմ մի մասով գոնե աշխատում։ Ես չգիտեմ, քննչականի հրապարակած ձայնագրություններն այսպես հետևում եք, թե չէ։ Այնքան տարբեր ձայնագրություններ են արել։ Այո, Կուսակցության անդամների վերաբերյալ, սրա վերաբերյալ, քանի որ մի մասը ասում է, որ օրինակ իշխանությունները իրենք ասում են, որ կապ չունի կին է, մեծ է, տարի կապ չունի, եթե օրենք է խախտել, պետք է պատժվի, մյուս կողմն էլ ասում է, այսպես կեղծ ձայնագրություն է, հետաքրքիր այսպես որպես երրորդ կողմ, ինչ հետևելով այս process-ին։ Ես այդ պարագայում պրոֆեսիոնալ մասնագիտական հմտություններ չունեմ, որ քաղաքական ձայնագրությունների վերաբերյալ, բուն ձայնագրությունների փաստի վերաբերյալ գնահատական տամ, դա կարելի է շատ հեշտ այսպես վերհանել համապատասխան տեխնոլոգիական գործիքների իհարկե կան, վստահ չէ որ Հայաստանում է պետք անել, Արշակ Սրբազանի դեպքը դրա վառ վկայությունն էր, հա։ Ինչ վերաբերում է հանրային դիսկուրսին, նայեք, ասում եմ իշխանությունը լկտիացնում է, բացարձակ իշխանությունը բացարձակ է լկտիացնում, ես ավելի շատ խոսում եմ ԿՊ-ական առանձին падգամավորների հանրային վարքի մասին, օրինակ եւ ոչ միայն падգամավորների, իդեպ տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրաված առանձին կերպարների հետ կապված, քաղաքացիների հետ իրանց վարքաբանության բառամթերքի օգտագործման մասով, այսինքն այն մեր դեմ խաղ չկա ձևակերպումը, հանրային հարթակում լպիրշության, լկտիության, բարոյական որևէ նորմ չհաշվարկելի եւ այդ դիրքերից հարցերին մոտեցնելը իհարկե այլասերվածության մասին է խոսում, որովհետեւ ինչ ուզենք կանենք տարբերակն է, ուժայինները մեր ձեռքում են, իշխանությունը մենք ենք, մարազմի եւ ցնդաբանության այսպես լոկոմոտիվը հասել է այնտեղ, որ մի աղջնակ կա ԿՊ-ում, անմազգան երևի էականալ չի, ոչ էլ հիշում եմ, ասեց, եթե կարիք լինի, մենք Սամվել անունով ընտրությունների մասնակիցներին, ովքեր որ կարող են առաջադրվել, օրենք ընդունենք Սամվել անունով մարդիկ չեն կարող ներգրավել ընտրություններին։ Մենք խոսում ենք բռնապետականության ոգով ապրող անհատների մասին, ովքեր կարծում են իրենք չեն պատժվելու։ Ասեմ ավելին, այստեղ երկու հարցի կողմ կա, հասարակությունը իհարկե, հասարակության մի մասը իհարկե մերժում է այդ ամեն ինչը, այդ լկտիության, լպիրշության դրսևորումը, մի մասը ասում է լավ են անում։ Դա հենց այն շրջանակն է, օրինակ, ովքեր տևական ժամանակ օրինակ պայքարում են, հայտարարում են, որ պետք է գործող վարչապետը մուրճով խնդիրներ լուծի, պետք է ինչ-որ տարբեր տիպի ոչ ցենզուրային ձևակերպումներով նախկինների դեմ պայքարի այդ փիլիսոփայության կրողներն են, հա։ Դրանց մի մասը հետագայում տեղափոխված Վարդան Ղուկասյանի քաղաքական ընտրողական էլեկտորալ շրջանակ, մինչև այս վերջի դեպքերը իրենց այսպես ղեկավարի ձերբակալության հետ կապված, հա։ Մենք ունենք իշխանություն, որը ցույց է տալիս, որ ինքը ինքնավստահ է, իրականության մեջ այդքան էլ ինքնավստահ չի այն իմաստով, որ այլմեկ հարց առաջանում է, ինչու գործող վարչապետը դուրս գալիս քաղաքով, տարբեր քաղաքներով, այսպես տարբեր գյուղերով, մարզկենտրոններով շարժվում, քայլում, առերեսվում ինչ որ դժգոհության, այդ թվում նաև շատ ակնհայտ ձևակերպումներով այդ երևույթների, որտեղ ինքը հասկանում է, որ զարկերակը էլեկտորալ է, այնպես չի, որ իր օգտին է։ Այո, իրենք առաջինն են այն բոլոր սոցհարցումներով, որոնց ես ծանոթ եմ եւ շատ դրամաբանական է, որ իրենք առաջինն են, որտեղ իրենք իշխանություն են։ Իրենք ունեն բազմապատիկ ավել ռեսուրս ամեն առումով եւ իրենցից կախյալ մարդկանց շրջանակը էականն է, թե պետծառայողներ, թե վարչական, թե համայնքային ծառայողներ, դրանց հետ ասոցիացված մարդիկ եւ այլն, հա։ Այստեղ մի շատ հետաքրքիր նոր երևույթ է նկատվել, Հայաստանի գործող վարչապետը անհատական օգուտի գաղափարով է վերաբերվում առանձին քաղաքացիների, այսինքն ասում է
եթե ես իշխանություն եմ, դու օգուտ ունես, աշխատավարձ, փոքր բիզնես եւ այլն, մտածիր, որ ես հանգարց փոխվեմ, դու այդ օգուտից կզրկվես։ Ու սկսվում է այսպիսի շղթայական ռեակցիա եւ այդ մարդը գալիս ասում է, գիտեք, պետք է ընտրենք իրան, որովհետեւ մենք օգուտի աղբյուր ենք ֆինանսի։ Ու սկսում է փոքրիկ քարոզանալ, այլ եթե դուք իրան դեմ գնաք, իմ գործերը կվատանան։ Հասկանում եք, չէ՞, ինչ իմաստ եմ ես ասում։ Այդպիսի դրվագներ իհարկե կան, բայց այստեղ մեր խնդիրները կապված իշխանության չվերարտադրման կարևորության հետ ոչ թե անհատական մանր օգուտի գաղափարն, այլ անվտանգության եւ Հայաստանի այսպես որպես պետություն հերանեկարի թեման է, որովհետև շատ իրական է, որ Հայաստանը կուլ կտան ուղղակի։ Պարոն Ղևոնդյան, նաև եթե այսպես հետևենք ընդհանուր, ակնհայտ է, որ այսպես հիմնականում իշխող ուժն է, հա, իր քարոզարշավը, այս, հա, իր ծրագիրը, որպես այդպեսի անդադ ինչ որ վախի մթնոլորտի հիմքի վրա է կառուցում, ինչու ասում է, որ եթե մենք չկանք, պատերազմ է լինելու, եթե մենք չկանք, այսպես է լինելու։ Ընդդիմադիր հիմնական ուժերին, օրինակ, որպես այդպեսին եռագլուխ, այդպես, հա, պատերազմի ուժեր է անվանում։ Սա ինչ որ ազդեցություն հետևանք արդեն ընտրողի քվեարկության վրա կունենա, թե ամեն դեպքում ընտրողը անցալում է, որ սա չափելիությունը դժվար է, այսինքն պնդել թե քանի տոկոս կունենա եւ ինչպես իհարկե ոչ, շանտաժի գործիքակազմ է դա կոչվում եւ դա աբսուրդի գործիքակազմ է։ Այն մարդիկ, ովքեր իրեն միգուցե ընտրել են ինչ-որ մի տարբեր փուլերում, կապված էմոցիոնալ, ինչ-որ հեղափոխական կեղծ, ընդդեմ երկրորդ նախագահի 21 թվականի ընդդեմ երկրորդ նախագահի դեմոնիզացիայի, հա, այսպես 21 թվականի ընտրությունները մեծ հաշվով հենց դրա շրջանակում էր, միգուցե կարող են մտել այդ թեզի տակ հերթական անգամ, որ հիմնականում մարդիկ չեն փոխվում։ Այսպես նույն հաջողությամբ կարելի ասել եթե ես չլինեմ իշխանություն, ջրհեղեղ կլինի, եթե ես չլինեմ իշխանություն, չգիտեմ, երկնակար կգա երկրագնդի վրա եւ այլն, բայց այստեղ խնդիրը այն է, որ կա ինչ-որ շրջանակ մարդկանց մտածող, հա, ովքեր իհարկե այդ ամենի վերաբերում են համահրանքով, ժպիտով, ընդհանրապես երիտասարդության շրջանակում adekvat, հիմնական երիտասարդության շրջանակում, գործող վարչապետի հատկապես քաղաքաբնակ երիտասարդության շրջանակում կարելի ասել, որ գործող վարչապետի այսպես հեղինակությունը հավասար է 0-ի։ Բառից բուն իմաստով զրոյի, ավելին ասեմ, իրեն աջակից լինելը դա անձնական վիրավորանքի հետ կա հոմանիշող երևույթ է։ Ես չեմ խոսում այն մարդկանց մասին, ում հայրը աշխատում հասել կառավարությունում, խորհրդականը, վարչապետի, չգիտեմ, թիկնազորում է պայմանական աշխատում կամ վարչության կամ բաժնի պետը եւ այլն։ Ասեմ ավելին, այդ շրջանակի մի մասն էլ այնպես չի, որ լիարժեք լոյալ է գործող իշխանություններին, հա։ Այդպիսի թեզերի հարցը մի քիչ այլ է, նայեք դիվերսիֆիկացիա է գրում, հա։ Խաղաղության թեման Հայաստանում միայն գործող վարչապետը չի, որ առաջ է տանում այն տեսանկյունից, որ կա այսպես Ադրբեջանի հետ երկխոսության փորձագիտական նախկինում դեսպանությունների հետ ասոցացվող իրենց հետ ակտիվ կապի մեջ գտնվող մի շրջանակ, ովքեր տարբեր ճանապարհորդություններ են իրականացնում Ադրբեջան եւ Ադրբեջանը գասը իրեն կազմակերպում են տարբեր համաժողովներ խաղաղության օրակարգը սրսկում են հայ հասարակության օրեր առաջ վերադարձան խաղաղության մասին է, հա։ Օրեր առաջ վերադարձան քաղաքասարակության խումբը հենց այդ մարդկանց մասին է, այդ մարդկանց մի զգալիագույն մասը տարիներ շարունակ այսպես գտնվել են տարբեր տիպի ծրագրերի տիրույթում, դրսից ֆինանսավորող ծրագրերի տիրույթում ուղեղի լեվացման ակտիվ գործունեությամբ են զբաղվել, դա իդեպ եղել ակնհայտ, այդ ցուցակները, այդ բոլոր պրոյեկտները, որոնց այսպես ֆինանսավորմանը անուղղակի կերպով նաև մասնակցել է Ադրբեջանը, մասնակցել է British Petroleum կազմակերպությունը եւ այլն, հա։ Ինչ վերաբերում է գործող վարչապետի այդ պիտակավորմանը, եռագլուխ պատերազմի կուսակցությունը, եկեք 4 փաստերով խոսենք, ով է պատերազմ բերել Հայաստանի գլխին եւ քանի անգամ 7 տարվա կտրվածքով եւ ձեր նշած 3 ներկայացուցիչներից քանիսն ընդհանրապես պատերազմի հետ որևէ ասոցիացիա ունեցել, հա։ Մենք գործող վարչապետի կառավարման ժամանակահատվածում ունեցել ենք փաստացիորեն 2 պատերազմ, հա, իդեպ մեկի նախաձեռնողը եղել է Հայաստան երկուսի նախաձեռնողն էլ եղել է Հայաստանի Հանրապետությունը, մեկի դեպքում անմիջական գործողության տեսքով Տավուշի մասին է խոսքը, մյուսի դեպքում քաղաքական մեսիջի տեսանկյունից, երրորդը եղել է ցեղասպանական գործողություն, հայկական կողմը որևէ ձև չի աջակցել Արցախում բնակվող հայ ազգաբնակչությանը, ավելին ասեմ, պատերազմի ժամանակ անհրաժեշտ օժանդակություն առհասարակ չի ցուցաբերվել։ Այստեղ մի հետաքրքիր դրվագի վրա եմ ուզում կենտրոնանալ։ Գիտեք, տարիների ընթացքում մենք ասում ենք, թե ինչ են բերել գործող վարչապետին։ Այդ թվում նաև ես հետո ասացի, հետո ինֆորմացիա կար, որ այո, ենք ստորագրելու այդ պատերազմը։ Հետո ասացի, որ պատերազմը դավադիր էր, հետո նշում ենք, որ պատերազմը քաղաքական որոշումամբ էր պարտություն, հա։
շատ մարդիկ ամենատարբեր շրջանակների մի մասը ովքեր որ իբր այլևս քաղաքականությամբ չեն զբաղվում, մի մասը իբր ինտելեկտուալներ են, մի մասը քարոզչական գործիչներ են եւ այլն, ասում են դավադրությունների տեսություն։ Դա կյանքը ցույց տվեց, որ դավադրությունների տեսությունն է իրականություն, հասկանում եք։ Վերջերս Օնիկ Գասպարյանի հետ ամենավերջի թարմ օրինակի մասին եմ ասում, եւ այլն եւ այլն։ Ասում են ինչու հիմա հետաքրքիր բան Ղևոնդյան հիշեց, ասում են Փակնիստան են քննարկենք, հրավիրենք հիմնական դերակատարներին։ Օնիկ Գասպարյանի հետ կապված այն թեմաները, որոնք կարող են հանրայնացվեն, դրանք քրեական գործի հետ կապված թեմաներ կարող են դառնալ։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունների պարագայում դրանց հավանաբար ընթացք չի տրվի, հա։ Պատերազմի ժամանակ դետալիզացիան բավական բարդ է, բայց նայեք, հանրային նարատիվն էլ է հետաքրքիր։ Այդ ընթացքում մարդիկ, ովքեր հայազգի մարդիկ, Սփյուռքի էքսպերտները գնում, ովքեր տարիների ընթացքում գնացել են Բաքվի համալսարաններում դաս էին տալիս, հայ են ազգությամբ, եկել են Հայաստանում պատերազմում պարտության մասին շատ արագ մի հատ գիրք գրեցին։ Այսինքն իրենք բոլորը փաթեթավորում էին անում, այո, որ պատերազմում պարտվել ենք, հա։ Իրականում մենք այդ պատերազմում չենք պարտվել։ Այդ եղել է քաղաքական պարտություն եւ այդ օրակարգը կապված էր նրա հետ, թե ինչու բերվեց գործող վարչապետը, հա։ Հայաստանում այն ինչ որ տեղի ունեցավ 18-ի եւ այն ինչ որ հիմա է տեղերում, դրանք գեոպոլիտիկ խաղի հետ են կապված, որի շահառուները շատ տարբեր են, դրանք այդ թվում նաեւ որոշակիորեն փոփոխվել են, դերակատարներն են մի փոքր փոխվել, հա։ Ինչպես է այդ փոփոխությունը։ Երկար կլինի, որովհետեւ ձեր Ինչու եմ ասում, որտեղ օրինակ եթե բնականաբար ծանոթ հայտարարությունն է, օրինակ Մամեդյարովներ պես երկար վերլուծություններ կացել այստեղ սպասող ընտրությունների վերաբերյալ, մասնավորապես աջակցություններ, այսպես ասած, հայտնել Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նա թեկնածունը կարող է կոնսոլիդացնել։ Շատ տրամաբանական է դա, որովհետեւ երկրորդ նախագահի հետ իրենք լարումներ ունեն երկրորդ նախագահից, որովհետեւ իր մոտեցումները Հայաստան Դաշինքի առաջնորդի մոտեցումները շատ կոշտ են, Հայաստանի անվտանգության հետ են կապված։ Դուք երբևէ լսել եք, որ Հայաստանի անվտանգության մասին խոսի գործող վարչապետը կամ ուժ բառը ընդհանրապես օգտագործի գործող ուժեղ լինելու գաղափարը ընդհանրապես օգտագործի։ Ասում են պետք է համակերպենք, մենք պետք է գնանք կոմպրոմիսներ, մենք պետք է հանձնենք եւ այլն, հա։ Դրա համար ինքը պիտակավորվում է երեք հիմնական քաղաքական ուժերին, ուժեղ Հայաստանին, Հայաստան Դաշինքին եւ Ծառուկյանին, Բարգավաճ Հայաստանի միջոցով իրենք իհարկե տարբեր քաղաքական շրջանակների տիրույթում են ինքնադրսևորվելու, ուժեղ Հայաստանը ինքը ավելի շատ սոցիալ-տնտեսական, մի փոքր այլ տրամաչափի, նաեւ վեր հայաստանյան օրակարգի եւ անձակենտրոնության շրջանակներում, հա, կապված ազգային արժեքների եւ այլնի հետ կապված Հայաստան Դաշինքը տեղավորվելու է ուժեղ տոկուն կայուն պետություն ստեղծելու գաղափարի ներքո, չմոռանանք, որ հենց երկրորդ նախագահի անմիջական մասնակցությամբ Արցախում ներգրավվածությամբ եւ ոչ միայն իհարկե իր այսպես առաջի պատերազմում հաղթանակը ապահովել եւ բազմաթիվ նվիրյալների եւ պետական քաղաքական գործիչների ներգրավվածությամբ եւ երրորդ այսպես ֆիգուրանտներ, որ կարծում եմ անցողիկության շեմը կհաղթահարի, դա Բարգավաճ Հայաստանը մեծ խոշոր բիզնեսն է, դա այսպես սոցիալական պոպուլիզմը ոչ վատ իմաստով, այսինքն գյուղի հետ առնչվող գյուղական ազգաբնակչության այսպես մատակարարումների կերպարը այդպեսին է, հա, այսպես ասած սոցիալական ուժեղ մրցունակ բիզնեսմենի կերպարի շրջանում։ Այ իհարկե ինքը լարումներ ունենում է ու այստեղ ավելին ասեմ, ինքը լարումներ ունի, թե արդյոք այդ երեք ֆիգուրանտները, ովքեր այնպես չի, որ իրար հետ միաբան են բոլոր հարցերով, այսպես ասած քաղաքական պայքարի տրամաբանության եւ այլնի մասով, ովքեր են կանանց նրանց հետևում, հա, իր լարումները կապված այդ էլեմենտի հետ, հա։ Այն բոլոր մանիպուլյացիաները, քաղաքական թաթերական ներկայացումները, այդ ավտոբուսային ֆորմատներով եւ այլն, դրանք չծանրաբեռնելն է հասարակության, իսկ դրական էմոցիա բերելն է եւ այլն, բայց երբեմն չի ստացվում, երբ որ ինքը առերեսվում է փողոցում քաղաքացիների օբյեկտիվ հիմնավոր քննադատությանը։ Պարոն Ղևոնդյան, այսպես տեսակետ է հնչում, որ հետընտրական զարգացումները ավելի այսպես ակտիվ, ավելի թեժ են լինելու, թեկուզ հենց այդ կոնսոլիդացիաների մասով։ Շատերը այսպես խոսում են Գյումրի 2, չգիտեմ սա որքանով է իրատեսական ու կյանքի կոչվող համար։ Այստեղ հիմնական հարցադրումը գիտեք որը պետք է լինի։ Արդյոք ընդդիմադիր ուժերը, ովքեր շեմը, ընտրական շեմը անցնելու են, իսկ այդ ընդդիմադիր ուժերի նկատմամբ բավական լուրջ ճնշումներ են լինելու շատ։ Հիմա օրինակ ուժեղ Հայաստանին կարող են ընդհանրապես չգրանցել, օրը մեջ կարող են ինչ-որ մարդկանց կալանավորել։ Այո, ընտրական օրենսգիր փոխեցին դրա հետ կապված, հա։
ակնհայտ է, որ զուտ ընտրական ակտով, ընտրական process-ների ակտով երկրում ընտրությունների արդյունքներ չեն ամփոփվելու եւ երկրում իշխանափոխության հնարավորություն չի ստեղծվելու։ Փողոցով անկասկած ուրիշ տարբերակ չկա, որովհետեւ կա դրա։ Իհարկե կա։ Իսկ ինչու չկա։ Ինչ է կարծում որ չկա այդ ռեսուրսը։ Իհարկե կա։ Դե ես հարցնում եմ, իհարկե կա այդ ռեսուրսը, բայց այդ ռեսուրսը հետ պետք է աշխատել։ Այստեղ գիտեք խնդիրը որն է, որ քաղաքական միավորները եւ լիդերները պետք է հասկանան, որ իրանք պետք է պատրաստ լինեն գնալու մինչեւ վերջ։ Հիմա դու կարող եք ասել, իսկ ո՞րն է պարոն Ղևոնդյան մինչև վերջը։ Այդ ես իհարկե չեմ ասի։ Ինչու՞։ Ժամանակը կգա, կտեսնեք մինչև վերջը ո՞րն է, որտեվ այստեղ խնդիրը ինչ որ մեկի վարչապետ դառնալը կամ ինչ որ մեկի ավել կամ պակաս մանդատ ստանալը ամենևին չի։ Այստեղ խնդիրը Հայաստանի Հանրապետություն ունենալու հեռանկարն է։ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ հայ քաղաքացի անվտանգ հեռանկարի պատկերացումով, արժեքներով կկարողանա դաստիարակել իր երեխաներին, հիշել իրեն ժառանգած արժեքները, հայկական Սուրբ եկեղեցու ազնիվ հավատարիմ հետևորդ շարունակել մնալ։ Այն հեռանկարը, որը կարող է չլինել, այսինքն գործող իշխանությունը վերարտադրվի հունիսի ընտրություններից հետո, այս ամենի ինչի մասին ես խոսեցի, դրա մասով խիստ ու շատ մեծ հարցականներ է դնում։ Ես հետևում եմ գործող վարչապետի առանձին թեզերին, ինքը արդեն առաջ է քաշում ադրբեջանցիների վերադարձի գաղափարը։ Հիշում եք տարիներ առաջ այս ընթացքում ողջ ասում էր մենք այսպես կոմունիկացիա պետք է տանք, Ադրբեջանն ինքը պետք է կոմունիկացիա տա, այսինքն ընդհանուր ռեգիոնի կոմունիկացիաները պետք է բացվեն։ Ինքը անընդհատ դրա մասն էր խոսում, համարժեք, ինչ տեղի ունեցավ Զանգեզուրի միջանցք կոչվող կամ TRIP վերանվանված պրոյեկտի մասով, մենք փաստացիորեն ստորագրեցինք մի բան, որը միայն Հայաստանի տարածքով կոմունիկացիա է բացում Ադրբեջանից մինչև Նախիջևան։ Ընդդիմադիր շատ ուժեր իրենք են այդ TRIP-ին դեմ չեն ու շատերը այդպես դրական են արտահայտվում, ասում են։ Ու տարբեր ուժեր ունեն տարբեր պատկերացումներ, տարբեր թեզեր եւ տարբեր գաղափարներ եւ տարբեր վերլուծական այսպես եզրակացություններ եւ արդյունքներ։ Հիմա շարունակեմ իմ նախորդ թեզը։ Հիմա ինքը խոսում է ինչի մասին, ասում է եկեք արցախցիների վերադարձի մասին չխոսենք, բայց դուք էլ ադրբեջանցիների վերադարձի մասին մի խոսեք։ Դրանք շատ համադրելի թեզեր են, ինքը նախկինում ասում էր կոմունիկացիաները երկուստեք բացվեն, հիմա ասում է երկուստեք եկեք մոռանանք վերադարձի մասին։ Ինչ արդյունքում տեղի ունեցավ։ TRIP-ը տվեցին փաստացիորեն, չէ՞։ Հիմա նույն հաջողությամբ Ադրբեջանը շատ լուրջ է վերաբերվում Արևմտյան-Ադրբեջան թեզին ու շատ ինստիտուցիոնալ է աշխատել այդ ուղղությամբ։ Դետալիզացված փաստաթղթերով, սկաներով, արխիվներից հանած հիմնավորումներով, ծննդականներով, այսպես հաշվարկված մարդկանցով, այս ընթացքում սերունդներով եւ այլն, անգամ կադաստրային վկայականներով գիտեն որտեղ են հետ գալու։ Դուք հասկանում եք ես ինչի մասն եմ խոսում։ Այստեղ քաղաքական ով 5 մանդատ ավել կունենա, 4 մանդատ պակաս ունենա, դա ընդհանրապես էական չի։ Մենք խոսում ենք նրա մասին, որ ձեր շենքից իջնում եք, ներքևում ադրբեջանցիները, ասենք չգիտեմ, բնակվում են եւ այլն, այն ադրբեջանցիները, ում համար հայ մնալը, հայ լինելը դա ընդհանրապես գյաբուրի գաղափար է, չպետք է ադրբեջանական ծագումնաբանական էպոսի առանցքային գաղափարը արյուն թափելու, անհավատի արյուն թափելն է։ Հասկանում եք ես ինչի մասն եմ խոսում։ Այսինքն մեր էպոսը Սասունցի Դավիթն է։ Հասկանում եք գոյաբանական տարբերությունը։ Ոնց է ապրելու ադրբեջանցիների հետ, եթե հունիսի ընտրություններում գործող իշխանությունը վերարտադրվի։ Այստեղ դրա համար եմ ասում, գործող ընդդիմադիրները պետք է այլ արժեքներով ու այլ սկզբունքների շրջանակներում ինքնադրսևորվեն եւ այստեղ ամբիցիաների հարցեր ընդհանրապես չպետք է լինեն։ Ասեմ ավելին, երբ որ գործող վարչապետը ասում է որևէ մի օլիգարխ, որևէ մի նախագահ հունիսից հետո էլ ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվելու, դեք ինչի մասին ենք ասում։ Վաղը չեմ իսօր Ալիևը ասելու է Խոջալույի ցեղասպանության մեղավորները ովքեր են։ Ինքը ցուցակ է ներկայացնում, մի բան, որը չի եղել։ Եվ ինքը գիտեք ում անուններն է տալու։ Հայաստանի նախկին մի շարք ռազմական եւ քաղաքական ղեկավարների այդ ընթացքում փորձելու են այդ մարդկանց տնտեսական միջոցների հետ կապված որոշակի սանկցիաներ կիրառել եւ այլն։ Այսինքն ինքը այսպես ասած թևերի վերաշապիկի թևերը բացելու ասում է հիմա ես այստեղ արդեն քիմ մակրում կիրականացնեմ քաղաքական այսպես գործիչների եւ որևէ մեկի ով չի ընդունում իմ իշխանությունը կամ հայտ ունի ընդհանրապես իմ իշխանության մասով որևէ գործողություն ձեռնարկելու մասին։ Դուք լավ չեք ճանաչում գործող վարչապետ։ Ինքը շատ լավ երաշխավորված տեղ ապահովելու իր համար եւ աշխարհը հասկացել որ ամենաանվտանգ հատվածը իր համար անհատապես Հայաստանի Հանրապետությունն է։
Դրա համար ինքը այստեղ փորձելու է տոտալ համակարգ ստեղծել Ադրբեջանի եւ Թուրքիայի ենթակայության ներքո, հա։ Եվ այդ ամենը արվում է ակնհայտ, բացահայտ օրեր առաջ այսպես ձեր նշած թեզերը Ադրբեջանի կողմից, օրեր առաջ Թուրքիայի կողմից այդ օրակարգերը, որ մեր համար ամենաշահեկան կերպարը ինքն է եւ մեղմ ասած մենք ամենևին դեմ չլինի, որ ինքը վերարտադրել է։ Պարոն Ղևոնդյան, բայց մի բան էլ է այստեղ, մենք նույն կերպ, որ տարբեր կենտրոններ աջակցություն էին հայտնում գործող իշխանություններին, ունենք Հունգարիայի օրինակ, որ չնայած այդ տարբեր կողմերի աջակցություններին, ժողովրդի այսպես քվեն եղավ որոշիչ եւ հենց ժողովուրդը, հա, իր ընտրությունը կատարեց։ Հիմա Հայաստանում դա ինչու օրինակը համադրելի չի։ Հունգարիան Եվրամիության պետություն է, Հունգարիայում հնարավոր են արդար ազնիվ, լեգալ եւ լեգիտիմ ընտրություններ։ Հունգարիան չունի գոյաբանական սպառնալիք որևէ մի հարևանի կողմից։ Հունգարիայի տարածքի եւ ընդհանրապես ամբողջ Հունգարիայի նկատմամբ հավակնություն ունեցող հարևան չկա, ինչպիսին մենք ունենք Արևմտյան Ադրբեջանը հավասար Հայաստանի Հանրապետություն թեզի շրջանակներում, հա։ Հունգարիայում չկա այն բևեռացվածությունը, ինչ որ Հայաստանում կար, եւ դա կապված է գոյաբանական խնդիրների հետ։ Հետեւաբար այդ օրինակը ամենևին տեղայնացնելի չի, որպես քաղաքագետ է ասում եմ։ Շնորհակալ եմ ձեր զրույցի համար, պարոն Ղևոնդյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել էին քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին։ Շնորհակալ եմ մեր զրույցին հետևելու համար, կհանդիպենք։